Պահանջարկս մեծ է, ունես գնում։ Զզվացրեցիք։ Այսօրվա թեման լինելու է նախկին եւ ներկա ու ես որոշել եմ այսօր լինեմ այն որ ասում է advocat դիավոլը եւ պաշտպանեմ մեր վերջը խաղաղություն բերողներին Ռոբերտ որպես նախկին թալանչի ինձ կասես ինչ եք ուզում ես մարդկանց չի եղել դեպք որ 1 տարի 7 ամիս մենք զոհ չունենանք ինչ եք ավել ուզում Եռաբլուրա պետք է այցելել ու հասկանալ օրինակ այդ եռաբլուրի սահմանների անծայրածիրության մեղավորը ով է Իմ հավաքական կերպարը ասում է այդ Արցախը տվեք պրծեք որ մենք հանգիստ ապրենք տվին պրծան հանգիստ ապրում ենք էլ ինչ եք ուզում Բա տավուշը խիեստալի այդ Սյունիքն էլ խիեստալի սաղ իրար հաջորդելով հերթով հասկանալու են Ձեր այդ նախկինները քննարկում են մերոնց մի տեսակ համասում եմ անվատ եմ զգում դրանից արած ֆեստիվալները օրինակ դες Գյումրիում ձեզ խելոք պահեիք ունենայիք այն քաղաքապետը որը որ մենք էինք առաջադրել այսօր կունենայիք հրաշալի տուն չունեք չեք ունենա տուն Չէ, ունենալը կունենանք, որովհետև հայտարարությունը արդեն եղել է, որ Տաշիր բարեգործական ընկերությունը տոնա դարձնելու գյումրեցիների համար անկախ նրանից, որ Նիգոլի Սարիգը չի ընտրվել Գյումրու քաղաքապետ։ Մերոնք ասում են, որ կնիքը, որը որ անձնագրերում խփվում էր, մեծ էր, դրա համար վրայից ընդամենը հանվել է Արարատը, սարքել եք մի հատ պատմություն։ Դու քո սրտի մեջ պայ Արարատը, հետո ինչ որ հանեցինք։ Վաղնել օրինակ աղա որոշում ա մեր փուրքը, որ պիտի զինանշանի վրայից հանի։ Էլի պիտի սենց աղմուկ բարձրացնեք։ Երբ որ ձերոնք սկսեն Արարատը դիտարկել ոչ թե ուղղակի ինչ-որ պատկեր, որը պասպորտին խանգարել է, այլ ազգային ինքնություն, որը դարերից է եկել եւ երբ հասկանան, որ ազգային դիմագիծ է քանդվում դրանով, ոչ թե ուղղակի անձնագրերում տեղ չի անում։ Մեր եւ ձեր միջև տարբերությունն է, որ դուք ապրում եք ինչ-որ եղձերով, Արարատ, չգիտեմ, իսկ մենք ապրում ենք օրինակ ներկայով ու գիտենք ինչ ա մեզ պետք, օրինակ երբ որ մարդը ավելի շատ է ուտում, նորաձևա կրթվում եւ ոչ թե ուղղակի կրթվում, դա գոնե մարդուն ինչ-որ կոնկրետ պլյուսներ ա տա։ Մեր ժամանակ կրթությունը նորաձև չէր, կրթությունը պարտադիր էր։ Կար ազգային ինքնություն։ Մենք ապրում էինք պաշտպանելով սեփական ազգայինը։ Ձեր ժամանակ դուք ապրում եք ստամոքս, իսկ այդ ստամոքսը լցվում է թշնամու թելադրանքով։ Պիտի ուտենք, պարենք ֆեստիվալներին, սատո խաղաղ ապրենք։ Այդ նույն խաղաղությունը խոստացել են եւ Արցախին, ասել է Արցախը Հայաստան է եւ վերջ։ Եւ Սյունիքին եւ Ջերմուկին, ու եթե այսօր մենք թույլ տանք մեր ինքնությունը ոչնչացնեն, ուրեմն մենք արժանի չենք ոչ Մոնթեներին, ոչ Լեոնիդ Ասկալդյաններին, ոչ Մխիթար Գալեաններին, ոչ Ռոբերտ Աբաջաններին, գուցե մի անգամ հնարավորություն ունենանք սթափ վիճակում կատարելու այն ընտրությունը, որը մեզ թույլ չի տա գլխիկոր մտնել Եռաբլուր։ Ես նենց կուզենամ ոնց որ ես իմ աչքերը լցվեց քո խոսքերից, այտենց էլ այն մարդիկ ովքեր որ իսկապես այդ ստին են հավատում, լսեն ու ուշքի գան։